Ինչպես գիտեք, հոկտեմբերի 31-ին ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկի 17 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներ, այդ իսկ պատճառով կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով եւ բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից։ Մասնավորապես, անհրաժեշտ է падգամավորներին եւ հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտի բյուջեները։ Երկրորդը, անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական եւ քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի եւ անհրաժեշտության մասին։ Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ եւ պատրաստվել եւ այսօր հետեւյալ հանձնարարականները ցանկանայի հնչեցնել։ Բնապահպանության հետ կապված հանձնարարում եմ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին համագործակցելով հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ 15 օր ժամկետում ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ։ Մասնավորապես Առաջինը 2009 թվականի հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր հեկերի զարգացման սխեմայի վերանայում, երկրորդ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմոնության վերաբերյալ, երրորդ Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր հիդրոէլեկտրակայանների համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով։ Պետք է հասկանանք սահմանային քաղաքականությունը այդ ոլորտում ոնց է լինելու, երբ որ բիզնեսը իր գումարները փոխհատուցվի։ Ինչին է վերաբերվում այս հանձնարարականը, կարծում եմ հասկանալի է, համենայն դեպս մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ որ հիդրոէլեկտրակայանների քանակը ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր, կարծում եմ այնտեղ լուծումներ կան, ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում։ Էներգետիկայի նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան։ Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր հեկերը խիտ են դասավորված եւ այնտեղ ունենք խնդիրներ։ Երկրորդ հանձնարարականը մեր ծրագրում կար պետական տեսչությունների վերաբերյալ, ինչպես նաև կրճատումների վերաբերյալ։ Մենք սպասում ենք եւ պայմանավորվել ենք ձեր հետ, որ ձեր առաջարկները կլինեն, բայց այս պահին արդեն լուծումներ կան, որոնք պետք է կատարենք գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության վերաբերյալ։ Հանձնարարում ենք գյուղատնտեսության նախարարին 1 շաբաթա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ փաթեթ։ Ընթերքի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում ընթերք օգտագործման այն ոլորտը, որտեղ հնարավոր է ներգրավել ներդրումներ, վերացնելով հնարավոր արհեստական խոչընդոտները։ Հանձնարարում եմ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին 1 ամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը եւ ներկայացնել ընդերք օգտագործման իրավունքի հետ կապված նաև հող օգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկությունները։ Խոսքը ինչի մասին է, բիզնեսը գալիս է, ընդերք օգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում ինքը հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում, որպեսզի այդ դաշտը մենք կարգավորենք եւ իրեն չթողնենք մենակ այդ խնդիրները լուծելու։ Խնդրեմ, պարոն Առաքելյան։ Լուծարելու հետ կապված ուզում եի հասկանալ ում է անցնելու այդ գործառույթը, եթե մենք լուծարում ենք։ Բանն այն է, որ մեզ մոտ գործում է տեսչական բարեփոխումների խումբ, արդեն բավականին երկար ժամանակ ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները եւ մի շարք գործառույթներ ընդհանրապես հնացած են կառավարության ծրագրի համապատասխան այդ գործառույթները ընդհանրապես երկրին օգուտ չեն տալի, բիզնեսին օգուտ չեն տալի, դրանք վերացվում են։ Իսկ այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են։ Տվյալ պարագայում առաջարկությունը այն է, որ եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշները տրամադրելուն եւ իրավունքը վարելու եւ
օգտագործելու այդ մեքենաները, ապա դա կարող է անել հենց նույն ոստիկանությունը, այնպես որ այդ մասով տալիս ենք ոստիկանությանը, մյուս բոլոր գործառույթները ուղղակի վերացնում ենք։ Պարոն վարչապետ, ներողություն եմ խնդրում, ես ձեր հանձնարարականի հետ կապված փոքր եկերի մասով, դուք նշեցիք որոշ կետերի անուններ, որտեղ նպատակահարմարությունը ասեցիք, ես կառաջարկեի նաև Սևանալի շտապվող կետերի հետ կապված էլ նպատակահարմարություն ավելացնել, թեպետ ժամանակին եղել է նման մոտեցումներ նպատակահարմարության, բայց նորովի նայենք ևս մեկ անգամ ընդեղ էլ խնդիրներ։ Շատ լավ, չեմ կարծում, որ մենք այս հանձնարարականով սահմանափակում ենք եւ եթե դուք առաջարկություններ ունենաք, խնդրեմ։ Եվ վերջի հանձնարարական, ավելի ճիշտ հանձնարարականը 3 հնչել է պարոն Գրիգորյան եւ պարոն Մկրտչյան, 3 ազգային ժողովում Գյումրի համալսարանի հետ կապված հարցը մաքսիմալ ուշադիր, չգիտեմ, քանի օր ժամկետ է պետք, որպեսզի հասկանանք ինչքանով է ճիշտ այն ներկայացված նյութերը եւ կարգավորել այդ դաշտը։